Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօրվա տեսանյութս հիմնականում նվիրված է մեծաբերան քաղաքային իշխանությանը։ Ասում են մենք մեր ամեն ինչը պլանը գերա կատարել ենք, մենք ֆանտաստիկ արդյունքներ ենք տվել։ Հիմա ես գտնվում եմ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում, Ռաֆու 111 շենքի մոտ, այն շենքի են հայտնի ռոբոտների գործարանինքից այդ շենքի մասին եմ ուզում խոսալ, որն ավականու նիստի ժամանակ խոսում էի, ասում էի ձեր համար այդ թաղամասը գետո է, այդ մարդկանց նկատմամբ կարելի է այդ ձևի վարվել։ Թաղամաս, որն ուզում եմ ձեզի ցույց դնել, ժողովուրդ ջան, տեսեք, հիմա շենքն է, որտեղ որ մեր քաղաքացիներն ապրում են, ինչն է կարևոր, ինչ խնդիր կա։ Առաջինը շենքը վթարային 3-րդ աստիճան ունի։ Ժողովուրդ ճիշտ եմ ասում, 3-րդ է թե արդեն 4-րդ աստիճանի է։ 3-րդ աստիճանի վթարային շենք է։ 20 տարի ստիաբրում ենք, ասում ետում են, բայց ոչ մի բան չեն անում։ Իրաք ասենք չանենք։ Ուզում եմ հատուկ գալ անդրադառնալ շենքի վթարային վիճակին, ինչ պայմաններում են մարդիկ ապրում։ Այս պայմաններում հատուկ եմ ուզում ես նկարեմ տեսնել, որ ուղղակի լույս չկա, սենց մոտարապես մագլցելով գնում ենք մենք։ Հիմա ուզում եմ շատ ուղիղ հարց տալ։ Քաղաքային իշխանություն 400 միլիոն դոլար, լես պատկերը մի հատ պայք թող երևա ստեղ, էլի 400 միլիոն դոլար է Երևան քաղաքի բյուջեն։ Գույքը հարկս է։ Այս տարի մենակ անցյալ տարի 23 միլիարդ դրամ հավաքել եք, հաջորդ տարի 30 եք հավաքելու արդեն այս տեմպերով։ Մի շատ ուղիղ հարց եմ տալիս։ Այս մարդկանցից գույքը հարկը վերցնում եք, դիմացն ինչ եք տալիս։ Չգիտես, երեխեն դուրս եկավ կապնի, ստե բոլորը ունեն մանկահասակ երեխաներ։ Այս պատկերը նորմալ է։ Չէ, շատ ուղիղ Ռոմանոս Պետրոսյան, մեծ խոսում եք, արեք սարքեք։ Այս ինչ պատկեր է։ Այս ինչ պատկեր է։ Նայեք ինչքան է հեռացել։ Այս նաև ազանք նորաթուխ էլեկտրիկներին, այս պատկերի համար ինչ եք մտածում։ Մեծ խոսալով չի է։ Էդի կապել են, որ չընկնի։ Այս պայմաններում մարդիկ ապրում են։ Ես ուղղակի անհնար է հիմա բառերով նկարագրել, ինչ խոնավության հոտ կա։ 21-րդ դար Մալաթիա Սեբաստիա համայնք։ Հասկանում եք։ Բարև ձեզ։ Ոնց եք, տատիկ ջան։ Հա ոնց չեմ գարի։ Խնդրում եմ Քեզ ցավ տանեմ։ Վայ առանց կներեսի։ Հարի։ Էսի մեր Եկեք, էս միջանցնա ու կռենտնա, հա։ Հա, այս տուալետն է մարդկանց։ Տեսը բացում ես տուալետն է այդ Ոչ մասը։ մի բան։ Էս էլ էս հատվածն է։ Մարդկանց պայմաններն այս վթարային շենքում։ Այս թվեր խնդրեմ։ 21-րդ դար թոշակառուներին։ Մի հատ էլ ասում են 10,000 դրամ խենք Դա բարձրացնում։ մեր միջանցքն է։ Դա միջանցքն ասեմ։ Առաջի։ Որ ուզենա կնկարեք։ Չէ, նկարենք, որ ցույց տանք այս վիճակը։ Նկարեմ շատ։ Հա։ Եկեք, ես էլ մեծը նայեք։ Ու բոլորը իմ ուժերով ա եղել։ Պետության կողմից զրո աջակցություն, հասկանում եք։ Ոչ լուսան։ Ուզում եմ այս պատկերը տեսնենք։ Որոշ չափով ամրացրել են։ Մատ այս պատկերն եմ ուզում տեսնենք։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ես Մեսրոպն եմ Մանուկյան։ Մի հատ այս պրոստը շատ եմ ուզում էլի այդ քաղաքային իշխանությանը բռնեմ բերեմ ստեղ երկու հատ հագագազ ձեզի նվեր տամ որ հագագազը քաշեք քթներին որտեղ մի ձեր քթներին մենակ ֆրանսիական դուխիներն է գալիս այս պատկերները էլի ու նորից եմ կրկնում քաղաքային բյուջեում 11 միլիարդ դրամ փող էր ավելացել այս մարդկանց ասում եմ ընկեր այդ ոնց եք պլանավորել Արա բգայք ես խնդիրները տեսեք գնացեք լուծեք փողը ձեր մոտ ավելանում է չգիտեք ինչ անեք Այս վերջի ավականունիստին անդրադարձել եմ այս ձեր թեմային, ասում եմ ձեր մոտ որ փողն ավելանում է։ Դուք գիտեք ընդհանրապես որ Երևան քաղաքի քարտեզի վրա sense թաղամաս կա։ Գիտեք թե չգիտեք։ Գիտեք որ թե մարդ կա ապրող թե չգիտեք։ Իրանք չգիտեն։ Չէ, իրանց ջայլամի տեղ դրած գլուխները մտցում են, յանի խաբար չեն տեսնում, չգիտեն որը ոնց ինչա։ Չէ, ահա որ է, էլի, ահա որ է։ Ոնց որ Հայաստանի քարտեզի մեջ չկա իսի մեջ։ Հա, Երևանի մի խնդացեք, ես լուրջ եմ ասում։ Ահա որ է։ Այդ դրա մասին խոսել եմ հենց քաղաքապետանում, ասում են մարդիկ գեզեր միացնելուց հարևանին ասում են լույսը տանջատի։ Այս զենքը վերցրա, այս կողմը մարտական զենք է, այս բատարեը։ Ամառը ջրի խնդիր էլ կա։ 21-րդ դարում
մարդկանց կյանքի կենսակերպի անբաժանելի մասը։ Բատարեն ու ֆանարիկը, սրանով են ման գալիս մարդիկ, հասկանում եք։ Նայեք, ավտոմեքենայի անվադողի են, պագրիշկի մեջի կամերով մարդիկ լուծում են իրանց խնդիրները։ Այս 21-րդ դարն է։ Երևան քաղաքում Մալաթիա Սեբաստիա համայնքում Ռաֆու 111 հասցեում հաղթանակ գյուղի տարածքում գործող շենքի վիճակը արձանագրում ենք, որ քաղաքային իշխանությունը 11 միլիարդ դրամ փող էր ավելացրել բյուջեում, ձեռը կրակներ ընկել փողի ու իրենց ծախսելու համար տեղ չէին կարող գտնել, նոր բաներ էին մոգոնում։ Այն պարագայում է, որ 7 միլիարդ է կենտրոնական իշխանություններ գցե։ Մի շատ ուղիղ հարց եմ տալիս, եւ կենտրոնական իշխանությանը եւ քաղաքային իշխանությանը բարոյական է, որ այս կերպարով, այս ձևով այս պայմաններով մարդիկ ապրում են։ Գևորգ Պապոյանը իր ընտրության ժամանակ եկավ ըստե ժողով արել։ Մենք բոլորս էլ հավատացինք իրան։ Ու գնացիք ընտրեցիք, հա։ Ընտրեցինք։ Հիմա մենք ոնց հավատանք դրան։ Դրան հապտի չհավատակ, դրան հավատալու է, բա։ Ֆիկտիվ։ Այդ մարդը իր քավորից ատկազ արել, եկեղեցուց ատկազ արել։ Ինչ ասելա ուր գրեղել է, դա ֆիկտիվ է եղել։ Այդ Հիմա մարդը ինքը ինչ խոսում է տելևիզորով։ Մենք չենք հավատում իրան։ ո՞նց հավատաք։ Մեր հավատը լրիվ կորել է, ամեն ինչով։ Մենք, չգիտեմ, անմարդաբնակ ձևով ապրում ենք։ Էսի ապրելու ձև չի, ուղղակի գոյատևում ենք։ Շարունակում եմ շրջայցը Մալաթիա Սեբաստիա համայնքով հաղթանակ թաղամասում։ Ի ցույց եմ տալիս, որ քաղաքային իշխանությունը ուղղակի մոռացել է, որ sense թաղամաս կա, ուստի մարդիկ են ապրում։ Ինչի համար եմ ասում, որովհետև այստեղ բնակվող մեր համաքաղաքացիները ինձ ասում էին, որ գիշերով բերում են կամ ցերեկով սարքել են այստեղ շին աղբի կենտրոն։ Այսինքն իրանց մոտ տպավորություն էր, որ փող է վերցնում ինչ որ մեկը, բերում ստեղ է զիբիլները լցնում է ու հասարակական կարգի պահպանության են վարչություն, որ մարդկանց մտնում ես ավտոբուսով տուգանելու, դրա փոխարեն պետք է գաս էսի լցողներին տուգանես, որ օդը աղտոտում են, որ Երևանը դարձել է բաց աղբավայր։ Անդե մի օքել ունեն, այն Վագն Ալեքսանյանը անունը, էսի ասում է 21-րդ դարում Երևանում երեխաները մոռացել են, որ գրունտապատ ճանապարհներ կա։ Ես առաջարկում եմ, որ ՔՊ-ի երկու փոխնախագահները Վագը Ալեքսանյան ու Գևորգ Պապոյան ձեռի բռնեն ու գան ստեղ։ Հել արիստեղ Գևորգ Պապոյան։ Ոնց որ մարդկանց խափել ես, ուսաղ ձեները տարել ես, ասե ու գցել ես մարդկանց, սուտ ես խոսած, արի պատասխան տու։ Բախտը մի քիչ բերել է, որ մի քիչ չորացել է այսօր ճանապարհը, հասկանում եք։ Այս ճանապարհով երեխաները գնում են դպրոց հետ են գալիս։ Գնում դպրոց հետ են գալիս։ Արա դե լավ էլի, արա մարդ եղեք, արա սենց Երևանը կպահեն։ 11 միլիարդ ձեր մոտ փողն ավելացել է, արա չեք կարողացել կառավարեք։ Ասում եք 11 միլիարդը ավելացել է մեր մոտ, լավ ենք կառավարել։ Բերեք էսի սարքեիք։ Բերեք էսի սարքեիք։ Հատուկ ուզում եմ անդրադարձ կատարել Ջրանսկին եւ Ջրանսկի խնդիրներին, ինչի համար եմ ուզում անդրադարձ կատարել, որովհետեւ տեսեք, Ջրանսկ է թափվում բազում ավտոմեքենաների լվացման, ավտոլվացման կետերի, այդ քիմիական նյութերով այդ զիբիլը կանալիզացիան գալիս լցվում է այստեղ, զուգարաններ բազում լցվում է այստեղ, որից հետո նաեւ այս շրջանում այգեգործները դիմել էին ինձ, ասում էին, գիտեք ինչ կա, մեր այգով, երբ որ ջրում ենք այս ջրով, անորակ ապրանք է ստացվում, խնձորը փդում է, մյուսը խնդիրանում, ծառը չորանում է։ Գևորգ Պապոյան, քու փրկությունը մենակ Ալեքսանյան Վագեց ստեղ գալն է։ Մտ ահավոր գարշահոտություն, ահավոր, նայեք ճահիճը։ Սա Երևանում է։ Հատուկ ուզում եմ անդրադարձ կատարել քաղաքային իշխանության անգործությանը, նաև խիստ դատապարտում եմ այն մարդկանց, ովքեր բերել են այս աղբը այստեղ լսել են, անթույլատրելի է, եթե քաղաքային իշխանությունը չի սիրում Երևան քաղաքը, դա չի նշանակում, որ մենք է պետք է չսիրենք մեր քաղաքը։ Կարևորը արձանագրում եմ, որ Բեգոյանենք առանց ոռոգման համակարգ քաշելու, չկա ոռոգման համակարգ, ծառերը բերը տնկել են։ Էսի են 5000 ծառերից է երևի, որ 14 միլիոն դոլարի չափ շուրջ 4.9 միլիարդ դրամ
ծախսել են կանաչապատման վրա։ Մեզ ու բերե տնկել եք այս ծառերը ու ոռոգման համակարգ չկա, տեղն էս վառված հետքեր ա երևում։ Այս ծառերի կյանքը ինչքան պետք է լինի։ Ակցի ենք կանչում, որ երեխուն տանենք պոլիկլինիկա միտեղ ճանապարհին մեզ ասում են, այս ճանապարհով մենք չենք կարող։ Ինչ է գնացել, ձեզի փողն են միտեղ, բայց մենք չենք կարող այս ճանապարհով ձեզի տանենք բերենք։ Շատ դժվար է մարդկանց վիճակը։ Ահավոր վիճակ է։ Բայչի խաղա հրապարակ, հա։ Բայչի խաղա հրապարակ, հա։ Եղած չեղած 4 միլիոն դրամ ծախսեի, կարճ կբերեին, էլի երեխեքը գալիս են այս չարփած աթոռներին նստում են։ Ամեն ընտանիքում 6 երեխա, 5 երեխա։ Ձեր նայեք, էլի ճոճանակի խայտերը նույնիսկ տեղում չկեն, էլի։ Ճոճորվելուց ասում անգել էին։ Հա, այնտեղ Այն պորոտախոսները, որ ասում էին 1000-2000 հատ բակ ենք կառուցել, իրանց ժամանակ 8 տարի իշխանության են 8 միլիարդ փող են վերցրել ու այս պատկերն է խաղահրապարակները։ Ուզում եմ հատուկ անդրադարձ կատարեմ խաղահրապարակին երեխաները ինչով են խաղում եւ տոնածառին։ Ինձ հետաքրքիր է այդ ԿՊԱ-կաններ, քաղաքային իշխանության բարձր չինովնիկներ, որ աթոռների վրա նստում ու ճոճվում եք, ձեր երեխաները սրանցով կխաղային։ Ես երեխան մի քանի անգամ շները կծել եմ, բարելակի բանդանոց։ Այս ճանապարհի այս փաթը չունի։ Երեկոյան ժամերին, երբ որ լուսավորվածություն չկա, մարդիկ չեն կարողանում քայլելով գնալ, այս շները դառնում են չարիք իրանց գլխին։ Այս կանալի գարշահոտությունը մյուս կողմից, հակասանիտարական վիճակը մի կողմից, շները մյուս կողմից, ճանապարհը մյուս կողմից, քպնել վերջից կամ սկզբից էս ամեն ինչի։ Ուրեմն 21-րդ դարում մարդկանց համար երազանք է դարձել, որ ավտոբուս գա ստեղ։ Այո, տրանսպորտ կա։ Երազանք։ Այս է բարեփոխած տրանսպորտն է։ Հիմա ոտքով կգնամ այնքան տարածք, միջև որ մեր քաղաքացիները, մեր սիրելի համաքաղաքացիները ստեղից ամեն օր ստիպված են լինում ցեխերի մեջ, անձրևին, այդցեն չգիտեմ, ցելոֆոններով ու սապոգներով մագլցելով գնան տեղ հասնեն։ Եկեք գնացինք, որպեսզի միասին տեսնենք ինչքան ճանապարհ են կտրում։ Ջորդ գյուղի տարածքն է, նախքին ռոբոտների գործարանի այդ շենքի այդ ամբողջ տարածքում։ Կոյուղին է եւ ամբողջ այս տարածքով մեկ կոյուղիների կափարիչները չկան, խորությունները եւ խնդիրները եկեք ստեղ արձանագրենք, էլի, այսինքն սենց անտերությամբ ոնց որ քաղաքը մատնված է, չգիտեմ, էլ ոնց բացատրեմ։ Վարշավորդ էլեկտրոցանց ՓԲ հաղթանակ ենթակայանում ենք, ենթակայանի մոտ ենք, որպեսզի բարձ լինի, սիրելի համաքաղաքացիներ, բարձրավոլտ էլեկտրացանցերը միշտ եղել են պետական, միշտ։ Ուրեմն այս բարձրավոլտերը, որ շարունակվում է, դրանց տակ մարդիկ տներ են սարքել, ժողովուրդ։ Օբյեկտիվ վտանգավոր է դա։ Այդ մարդկանց խնդիրները լուծում է պահանջում։ Խիստ դատապարտելի է նաև այն քաղաքացիների արարքը, ովքեր բերում են շինաղբը թափում են այստեղ։ Խիստ դատապարտելի է ու անընդունելի է, ժողովուրդ։ Մենք պետք է առաջինը սիրենք մեր Երևանը, մենք մեզ պետք է սիրենք մեր երեխաներին։ Քանի որ բանա լինում, ինչեր անունը, վտանգները չեզոքացնենք մի փոքր։ Լավ, դուք ոնց եք։ Ուրեմն եկել եմ այս խնդրին անդրադառնամ, բյուջեում 11 միլիարդ ավել փող էր հավաքվել, ասում արդյունավետ են կառավարել, ասում սենց թաղամաս կա Երևանում, գիտեք։ Ասում այդպես խնդիր չկա։ Սա օրինակ երկրորդ ճանապարհն է, Մենակ ստրատեգիական ինքը ճանապարհ է, այրոպորտ օրինակ դուրս եկող երկրորդ ճանապարհն է, չկա էլ։ Բայց սենց վիճակ չեն պատկերացնում, թե ոնց կարելի է այս վաղ սենց վիճակ։ Իրանք խոսք են տվել այս ճանապարհը սարքել այլընտրանքային ու ոչ մի բան չեն արել, իրանք խոստման մեջ ա եղել։ Ուրիշ բան չասեմ, համբերություն։ Դրանք որ ասել են, ասենք չանենք ի շրջանակում կկառուցենք օդանավակայան գնացող այլընտրանքային ճանապարհը, դու մի ասա էսի ա ժողովուրդ է ջամփեն։ Ծաղիկ էսա ձեր սարքած ջամփեն, հա։ Ու այս փոշու կեղտի մեջ
Այս մեր երեխեքը ամեն օր գնում են դասի հետ են գալիս, հենց հասկանում եք։ Հիշում եք, չէ՞, ճանապարհը սկսել էին գնալ, որ կանգառը ցույց տանք որտեղ էր։ Այսքան քայլելուց հետո վերջապես դուրս եկանք ասֆալտի նշույլ ունեցող հատվածը։ Փողոցային լուսավորվածություն չկա։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Լավ, բայց ձեր բիզնես։ Հողը լցում, բայց հողն է լցում եք փոշու։ Հա, բայց ձեր բիզնեսին լավ է, ժողովուրդ։ Լավ է, բայց չենք ուզում, մեր ավտոներն էլ է ջահացնում։ Մերսի, շատ լավ եղեք նույնքան։ Բարև ձեզ։ Շատ եմ կարևորում նմանատիպ պարկեշտ մարդկանց, հասկանում եք, օրվա հաց իրանց քրտինքով վաստակող մարդկանց։ Գիտեք ինչքան գնահատելի մարդիկ են այս մարդիկ։ Որ թաղամասի երեխաներին դիմավորեն բերեն տուն հարցակում են երեխաները այն ներփանցքնա որ կապում է թաղամասի հետ։ Հասկացա, ամեկի հետ որ կապում է։ 6-4 թաղամասի 6-4 հետ այդ կապում։ Այս տարածքը ամբողջը շուն է։ Առնվազն ժամ 1 այս ավտոբուսը գալիս ու մարդիկ ստիպված են կանգառ չլինելու պարագայում կիլոմետրերով քայլեն որ գնան հասնեն տուն։ Կիլոմետրերով։ Ու գիտեք հետաքրքիրը որն է, անծանոթ մարդու համար պիտի եղունգ նայես կամ կոֆեի բաժակ նայես, որ հասկանաս կանգառը որտեղ է այստեղ։ Եվ մյուս զավեշտը որ կա, սա կանգառն է, ժողովուրդ։ Եվ կանգառը հուշող միակ բանը որ կա, Ֆարմատեկի վահանակն է։ Ու քաղաքի զարգացման անցյալ տարիների ծրագիրը որ բերում էին, ասում էին 600 կանգառասրահ չկար, այս տարի էլ բերեցին, հաստատեցին, որ ամեն ինչ թույն է իրանց մոտ։ Արա, էս չի ձեր բարեփոխած տրանսպորտը, կանգառն ուր է։ Այ էս եք դուք։ Սրանից հետո երբ որ բերանները մեծ կբացեք, երբ որ մի հատ թանկացումների փող քաղաքապետ ունեք, սկսի ասել, որ մենք այն չենք, որ խոսք ենք տվել ու չենք արել, դուք այդ խաբեբաներն եք։ Ասե ու խափել եք մարդկանց, ասե ու չեք արել դուք, եղավ, այ էս եք դուք։ Արա այդ 8 միլիարդը որ դուք չէիք պլանավորել, այդ 8 միլիարդը պլանավորեք ստեղի համար մի բան անեք։ Այն 7 միլիարդը որ Նիկոլ Փաշինյանը գցե չի տվել Երևան քաղաքին, բերեք այս մարդկանց խնդիրներին ծառայեցրեք։ ՔՊ-ական, ՔՊ-ի երկրորդ դեմք Գևորգ Պապոյանը այս տարածաշրջանում ռեյտինգային ընտրվելու ժամանակ եկե մարդկանց խափելա, ասա ձենը կտակ ինձ, ձեր հարցերը կլուծեմ։ Մարդիկ ասում են բոլորս մի մարդու պես գնացինք, ձայնը տվեցինք ՔՊ-ին ու Գևորգ Պապոյանին, այդ օրվանից հետո մեր տեղը մոռացել են։ Այ էդ եք դուք։ Ասա ներողություն սուտ եմ խոսացել ես։ Դա ավելի արդար կլինի։ Այսքանը սիրելի համակարգացիներ։